Հոկտեմբերի 24-ին ուղիղ միացմամբ իր աշխատանքն է սկսում ABC մեդիան, եթերում լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, բարի լույս։ Եվ այսպես Արամ առաջին վեհափառը անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական լարված վիճակին հայտարարել է, որ Անտիլիասը երբեք Երևանի թելադրանքների կարիքը չի ունեցել եւ ինքն է որոշում իր ասելիքն ու անելիքը։ Վեհափառը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանի վերանկախացումից ի վեր Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը միշտ հստակ ու հետևողական դիրք է ունեցել թե ներքին, թե արտաքին ճգնաժամերի նկատմամբ, առաջնորդվելով միայն ժողովրդի ու հայրենիքի շահերով։ Մինչ վեհափառը խոսում է եկեղեցու անկախության մասին, Հայաստանում եկեղեցու շուրջ գրքերը չեն հանդարտվում։ Հովանավանքում 3 նոր միջադեպ է եղել։ Կարգալույց քահանան ստիպված է եղել շարունակել պսակադրության արարողությունը, որովհետև ըստ ներկաների Փեսայի հայրը խնդրել է այլ քահանա մոտենա։ Ի վերջո արարողությունը իրականացրել է Տեր Սարգիսը։ Բայց վիճակը ավելի է լարվել, երբ Մայրաթորի պատվիրակները Տեր Արամին են ներկայացրել կարգալույց լինելու փաստաթուղթը եւ պահանջել ծես չիրականացնել։ Նախկին քահանան էլ ասում է, չի հարգում դիվանատունն ու նրա որոշումները։ Որպես քահանա չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է քահանաներին լինելու, այսինքն խորանի վրա, ատյանում, դասերում եւ ավանդատներում։ Հայրշնորհ, ով է սա ձեզ ասել, որ իսկ փոխանցեք։ Արսնիվորներ գնացեք ձեր հարսանիքի խնդրում։ Ով է սա ձեզ, ոչ մեկ չի գնում ստեղ։ Ով է սա ասել, որ իսկ փոխանցեք։ Եղբայր, ի՞նչ է նշանակում ով ասել։ Ես հարց եմ տալիս։ Ես փոխանցում եմ։ Ում ասացնեք փոխանցում։ Ասեցի, չէ։ Դիվանատան։ Ես ասեմ չեմ ընդունում սա։ Ով տվելա տարեք հետ տվեք իրեն։ Դե մի դուք հիմա գնացեք իմ խոսքը իրենց փոխանցեք։ Չեմ ընդունում։ Դուք հարգեք։ Հարգեք։ Ես այդ կառույցը չեմ հարգում, ով որ այս թուղթ ուղարկել է։ Մենք վերջացրեցինք մեր խոսքը։ Դե որ վերջացրեցին գնացեք այստեղից։ Սպառնում եք դուք օտյալ քահանային։ Բա ինձ ով է սպառնում որ պետք է այստեղից։ Ես էլ եմ օծած։ Իմ օծում ով է վերջը։ Կներեք իմ օծումը։ Քահանաներին հարց եմ տալիս։ Իմ օծում ով է վերջը։ Իսկ Մայրաթոր Սուրբ Էջմիածին Աստծո դեմ պատերազմը հայտարարում։ Ոչ, ես Աստծո ծառա եմ ինձ համարում։ Դուք սադրիչներին ինչու եք հրավիրել։ Ովքեր են սադրիչները։ Մարդիկ սադրիչ են։ Մարդիկ սադրիչ են։ Իսկ ո՞վ է այստեղի միակ Իմ գործընկերներն էլ են եղել Հովանավանքում, երբ գործընկերս կարգալույց քահանային հարցրել է, որ չի անհանգստանում արդյոք, որ Կիրակի իր պատարագի ժամանակ կարող է բախում լինել։ Ստեփան Ասատրյանը հանգիստ պատասխանել է, որ չի անհանգստանում։ Այս ամեն ինչը շուտվանից է սկսված այս process-ը, թե մի առաջնորդը դեռ ամիսներ առաջ ինձ ասում էր, որ դու չես կարող քահանա լինել, դու գրավոր նկատողություններ ունես ստացած, այսքան գրավոր նկատողություն ստացած հոգևորականը չի կարող քահանայություն անել եւ ես հարց ունեմ, էլի, օրինակ, չգիտեմ, երեխա մկրտելու համար, փոքրիկ երեխային ավետարանը տալու համար քահանան չի կարող քահանայություն անել, բայց կուսակրոնության ուխտը ընդունած եւ սիրուհիներ ունեցող կին երեխաներ ունեցողը կարա հաղորդություն տա, իր տված հաղորդությունը համարվում է հաղորդություն, իսկ ուղղակի եկեղեցու խնդիրները բարձրաձայնած հոգևորականի հաղորդությունը հաղորդություն չէ կամ քահանայությունը շատերը անուններ այս պահին չեմ տա, բայց եթե ես տեղեկացնում եմ, եթե այդ հոգևորականները որևէ բան կխոսեն, եղբայրաբար ուղղակի նրանց ասում եմ, իմ տեղեկությունները հստակ են, փաստերի հիման վրա, ես ուղղակի կգա մի պահ ու մեր հանրությունը կիմանա ով որտեղ է իր մազերը կտրում, ով որ լրագրողական ցանցի հետ է համագործակցում։ Այսինքն կուսակրոնության ուխտի խախտում։ Ես արդեն ակնարկներ եմ անում, որ շատերը դրանից կհասկանան, թե խոսքը ում մասին է եւ մի րոպե կնեք, իսկ ձեզ համար ընդունելի էր այդ մարդկանց կամ հոգևորականների կողմից ձեռնադրվել լոծվել քահանա։ Ուրեմն տեսեք, ես 2009 թվականին ընդունվել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան, բոլոր քննությունները ինքս եմ տվել։ Ես եմ իմ վրա աշխատել, իմ զարգացմամբ զբաղվել, եկել հասել եմ մի կետ, որ դուք մի մտածեք, որ
այո, իրենց ձեռքով եմ ես ձեռնադրվել, բայց վերջապես ինձ կանչողը ոչ թե իրենք են եղել, այլ Աստված։ Վերջապես յուրաքանչյուր քահանայի քահանայության կանչողը ոչ թե մարդն է, այլ Աստված։ Եվ այս իմաստով ներողություն եմ խնդրում, ես Աստծո քահանան եմ, ոչ թե մարդու քահանան։ Ռումինիայի հայոց թեմն է խստորեն դատապարտում Հայաստանի իշխանության գործելակերպը եկեղեցու հանդեպ։ Հայտարարություն են տարածել, որտեղ նշված է, որ մեր Սուրբ եկեղեցու դեմ նախաձեռնված արշավը գրավում է նորանոր ամոթալի բարձունքներ, խախտելով օրինականության պահանջները։ Հայոց եկեղեցու հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերն ու դատավարության ընթացքը բազմաթիվ տագնապներ եւ հարցեր են հարուցում, թե իրենց աննախադեպությամբ, թե դրանց ընթացքի արդարության եւ թափանցիկության առումով։ Այս դժվարին օրերին մենք միասնաբար կանգնած ենք Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի, մեր հոգևոր եղբայրների եւ մեր հավատացելոց կողքին, հերուվանելու մեզանից ամեն պառակտում եւ ամրապնդելու սերն ու միաբանությունը, իշահ մեր ազգի եւ պետականության։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը առաջնորդվելու արդարության, թափանցիկության եւ օրինականության սկզբունքներով եւ հանձնառությամբ հանդեպ հավատի ու հայրենասիրության այն անխախտ արժեքները, որոնք դարեր շարունակ ամրացրել ու պահպանել են մեր ժողովրդին։ Հովանավանքի միջադեպին հաջորդել էր եւս մեկ աղմկահարույց լուր։ Դատարանը հրապարակել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի դատավճիռը 6 տարի 3 ամիս ազատազրկում։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը արձագանքելով դատավճիռին նշել է, որ դատաքննության ժամանակ բոլորն էլ հաստատել են, որ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք չի կատարել։ Նույնիսկ Համբարձումյանի գործի ընթացքում հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Նրա դեմ ցուցմունք տված 4 անձից 3-ը դեռ նախաքննության փուլում հրաժարվել են իրենց ասացներից։ Քրեական գործը դա 2018 թվականին հարուցված գործն է կապված ապրիլ ամսին այդ թվականի Հայանիստ եւ Հովտաշատ գյուղերի Քաշմիրուկում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այդ գործով Դավիթ Համբարձումյանի մեղադրանք էր առաջադրվել նախկին քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, այսինքն զինված խուլիգանություն, այդ գործով նա կալանավորվել էր, այնուհետև 18 թվականի աշնանը կիրառվել էր գրավ, եւ գործը 6 տարի 15 թվականից սկսած դատարաններում էր եւ այսօր ունեցավ իր, այսպես ասած, ավարտը։ Ինչ կար այդ գործով ապացույցների տեսակետից 4 անձ ցուցմունք էին տվել Դավիթի դեմ, ընդ որում իրարամերժ օբյեկտիվ իրականության հետ չբռնող։ 3-ը դեռ նախաքննության ընթացքում հրաժարվել են իրենց ցուցմունքներից, 4-րդը առերեսման ժամանակ կոմիտեից հայտարարել եղել, բայց ինչ հետաքրքիր, որ դատաքննության փուլում 4-ն էլ պնդել են, որ Դավիթ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք այդ օրը այդ վայրում չի կատարել։ Այսինքն դատարանում հարցաքննված որևէ վկա մեղադրական ցուցմունք չի տվել։ Դա չխանգարեց դատավորին կայացնել մեղադրական վերդիկտ։ Կարևոր մի հանգամանք ևս Դավիթի նկատմամբ այս դեպքով կիրառել էր համանելումը 18 թվականի աշնանը ընդունված եւ եթե նա դատապարտվեր մինչեւ 6 տարի, իսկ հոդվածը 4-ից 7 տարի է, մինչեւ 6 տարի դատապարտվելու դեպքում կիրառվեր համանելում եւ բնականաբար նա պատժից կազատվեր։ Այս պայմաններում դատավորը տալիս է պատիժ 6 տարի 3 ամիս, այսինքն ավել, եւ խախտման միջոցը, որի պայմանները երբեք Դավիթը չի խախտել, փոխում է կալանքի, գրավը վերացնում է, կիրառում է կալանք։ Մի երկրում, որտեղ կալանավորվում են arczepiskopոսներ, մեծագույն այլ բարերար եւ աշխարհի ամենահարուստ հայը, բազմաթիվ անմեղ մարդիկ, մի երկրում, որտեղ զազրախոսում են Վեհապար Հայրապետի հասցեին ակնկալել արդարադատություն դատարանից մանավանդ նմանատիպ գործով եւ մեղադրանքի առաջադրված անդիմության միասնական վարչապետի տեխնացուին Մասիս համայնքում ԿՊ-ի նկատմամբ փայլուն հաղթանակ տարած անձին միամտություն կլիներ։ Թերևս այս պահին այսքանը պայքարը շարունակվում է, իսկ նեխած ռեժիմը շուտով սատկելու է։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն իր աջակցությունն է հայտնել Դավիթ Համբարձումյանին, նաև բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ քաղհալածյալներին։ Լսենք ինչ է հայտարարել կուսակցությունը։
Գործող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգը երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին այսօր հերթական բացահայտ հակամարտության ռեկորդն է սահմանել։ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանին կամակատար դատարանը 7 տարուց ավելի վաղեմություն ունեցող գործով կայացրեց այնպիսի դատավճիռ, որով երկարատև անազատության դատապարտելով Դավիթ Համբարձումյանին փորձում է խոչընդոտել վարչապետին անվստահություն հայտնելու մեկնարկած սահմանադրական գործընթացը։ Տվյալ զարհուրելի դրսևորումը Հայաստանում խորացող ավտորիտարիզմի, ժողովրդավարական հետընթացի, ազգային կառույցների ու գործիչների, ժողովրդի քվեն ստացած եւ ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդումների շարքում հերթականն է, որով փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը։ Հաշվի առնելով վերագերյալը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը։ Իր աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանին, ինչպես նաեւ բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ քաղաքալացյալներին։ Կրկին արձանագրում է, որ երկրի դատական համակարգը կախյալ է եւ քաղաքականացված։ Հայտարարում է, որ բոլոր սահմանադրական միջոցներով շարունակելու է աննահանջ պայքարը գործող ռեժիմի դեմ։ Իսկ մինչ կալանավորում են ընդդիմադիր հայացքներով ղեկավարներին, պարզվում է պաշտպանության կարիք ունեն հենց պաշտպանները։ Մեկ շաբաթում երկրորդ փաստաբանն է հայտնվում կալանքի տակ։ Այս անգամ հերթը Ռուբեն Մխիթարյանինն էր, որը մեր ձևով ժողովրդական շարժման անդամ է։ Նա իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է հենց մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Իրավապաշտպաններն ասում են, սա ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է։ Փաստաբանական գործունեություն ծավալելու ժամանակ ձերբակալված փաստաբան Ռուբեն Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրում են զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ արդարադատության իրականացմանը կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գործի քննությանը միջամտելու համար։ Հատկանշական է, որ ԶԼՄ-ների կողմից արված կադրերում երևում է, թե ինչպես է Մխիթարյանը քաղաքացիներին իրազեկում, ինչպես գործել, որպեսզի մնան օրենքի սահմաններում։ Ռուբեն Մխիթարյանն ապօրինաբար կալանավորվեց այն դեպքում, երբ մի շարք ԶԼՄ-ների կողմից մանրամասն տեսանկարահանվել եւ արձանագրվել են Ռուբենի գործողությունները, որոնք բացառապես հանդարտեցնող եւ կանխարգելող բնույթի էին։ Բացարձակապես չէին պարունակում հանցավոր տարեր եւ բխում էին փաստաբանի մասնագիտական գործունեության տրամաբանությունից։ Մեր ձևով շարժումը վստահ է իրենց թիմակցի նկատմամբ կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ պատժիչ ներգործություն պայմանավորված նրա ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը համակարծիք է, Մխիթարյանը կալանավորվել է, որովհետև Շիրակում ակտիվ քաղաքական գործունեություն էր ծավալում։ Մտահոգությունը հատկապես կապված է հրապարակված կադրերի հետ, որովհետև այն ինչ որ երևացել է, երևնա որ ինքը ոստիկանների եւ ժողովրդի արանքում կանգնած փորձում է հանդարտեցնել։ Ու ոնց հասկացա նաև մամուլի հրապարակումներից իրեն զանգվածային անկարգությունների մասնակցել մեղադրանք առաջադրված։ Բարագայում երբ որ ինքնին տենց մեղադրանք առաջադրել արդեն խնդրալույս է։ Լուսադեմին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորելու որոշում կայացրեց։ Իդեպ Մխիթարյանը մեկ շաբաթվա ընթացքում կալանավորված երկրորդ փաստաբանն է։ Առաջինը Ալեքսանդր Կոչուբաևն էր, ում ձերբակալել էին ասֆալտին պարկեսնելով։ Կոչուբաևին կալանավորելով իրավապահ համակարգը չի սահմանափակվել։ Խոզարկել են նաև նրա տունն ու գրասենյակը, ինչն ըստ Խուդոյանի օրինական չէ։ Կոչուբաևի դեպքում էլ չեն բավարարվել միայն իրեն ձերբակալելով, կալանավորելով նաև խոզարկել են բնակարան, փաստաբանական գրասենյակ, ինչը գործի հետ ընդհանրապես առնչություն չունի, այդ մարդը Facebook-ում ստատուս է դրում, իր գրասենյակը խոզարկելը բացարձակապօրինի է։ Որ Ռուբեն Մխիթարյանին լռեցնելու համար են կալանավորել, պնդում են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչները։ Իրավապահ համակարգի գործողությունները դատապարտել են նաև փաստաբանական համայնքի ներկայացուցիչները։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, ոչ միայն չկան Մխիթարյանի մեղքն ապացուցող կադրեր, այլև հակառակը կան նրա անմեղությունը հաստատող փաստեր։ Ինչու շատ պարզունակ է, որպեսզի մեր իրավապաշտպաններից, փաստաբաններից աչքը վախեցնեն ու ստիպեն կամ դադարեցնել իրավապաշտպան գործունեությունը, կամ գոնե նվազեցնել դրա ինտենսիվությունը, որպեսզի վախեցնեն ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների աչքը եւ ստիպեն հեռու մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերից, որպեսզի վախեցնեն հավատարիմ հայ առաքելականների աչքը եւ ստիպեն X օրը ձեռնպահ մնալ Սուրբ Էշմիածինը պաշտպանելուց։ Գյումրու ավականու անդամ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը եւս անդրադարձել է փաստաբանի կալանավորմանը։ Պրոդյուսերը հիշեցրել է Մխիթարյանի հայրը Հայաստանի տղամարդկանց տղամարդի հավաքականի երջանկահիշատակ գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն է։
Աշոտ Մխիթարյանի աշխատանքի արդյունքում տարբեր միջազգային սպորտային հեղինակավոր հարթակներում Հայաստանի եռագույնը բարձրացել է վերև եւ հնչել է մեր երկրի հիմնը 50-ից ավել անգամ։ Ռուբեն Մխիթարյանը նրա որդին է, որին 2 ամսով կալանավորել են, որովհետեւ նա ուղղակի փորձում էր թույլ չտալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծեծը Գյումրիի հրապարակում։ Աշոտ Մխիթարյանը այս երկրի սպորտային սիմվոլներից մեկն է։ Ռուբոն սրտացավության սիմվոլն է, իսկ դուք վախի ու ցանկացած հայկականի ատելության սիմվոլն եք։ Փաստաբանի խոսքով խնդիր կա այն մարդկանց հետ, ովքեր հանրային գործունեություն են ծավալում։ Մխիթարյանը մեր ձևով շարժման անդամներից է, ու սա ամենահարմար պահն էր նրան մեկուսացնելու համար։ Փաստաբանների պալատն էլ մամուլի ասուլիս է հրավիրել, անդրադառնալու է փաստաբանների դեմ սկսված ճնշումներին։ Սադամ Ակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այդ ընթացքում դատարանը որոշել է, որ հետաձգում է Բագրատ Սրբազանի և մյուս քաղբանտարկյալների գործով դատական նիստը, որովհետև մեղադրվողներից Արմեն Ալեքսանյանը պաշտպան չունի։ Փաստաբանները դատավորին առաջարկել են դատարանի դահլիճում ապահովել Ալեքսանդր Կոչուբաևի ներկայությունը։ Հիշեցնեմ, որ Կոչուբաևին ևս կալանավորել են 2 ամսով, որովհետև փաստաբանը Facebook-ի իր էջում կոշտ բառերով քննադատել էր Մկրտիչ Սրբազանի կալանավորումը։ Դրանից առաջ էլ քննադատել էր Բագրատ Սրբազանի գործով իրավապահներին։ Իսկ փաստաբան Գարիկ Գալիկյանը տեղեկացրել է, որ Կոչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է եւ նյութերը մեղադրական եզրակացությամբ կուղարկվեն Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան։ Իսկ քննչական կոմիտեի տվյալներով Գյումրու համայնքապետարանի որոշ պաշտոնատար անձինք աշխատակիցներին հորդորել են շտաբ մանկապարտեզներից երեխաներին տուն ուղարկել եւ իրենց անձնակազմով գնալ համայնքապետարան, որպեսզի խոչընդոտեն ղեկավարի հնարավոր ձերբակալությունը։ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն են կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը եւ առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ նշվածս 3 աշխատակիցները արդեն ձերբակալվել են։ Բաքվում նույնպես կեղծ դատավարությունները շարունակվում են։ Առանց անկախ լրատվամիջոցների, փաստաբանների եւ միջազգային կառույցների շարունակվում է մեր հայրենակիցների գործով կեղծ դատավարությունը։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ 3 նույնպես լսել են իրենց ձևակերպմամբ տուժողների վկայություններ, սակայն նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղայևը հայտնել է, որ իբր 82 տուժողներ դատարան ներկայացրել են միջնորդություն, նշելով, որ չեն կարողանա մասնակցել դատավարությանը եւ նախաքննության ընթացքում խնդրել են, որ իրենց ցուցմունքները քննարկվեն դատավարության ընթացքում։ Միջազգային լրահոսից ԱՄՆ-ն չի հրաժարվում նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումից, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարոլինա Լևիտը։ Նրա խոսքով հանդիպումը շարունակում է մնալ օրակարգում, սակայն կկայանա միայն այն պայմանով, որ այն շոշափելի արդյունք ունենա։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հաստատել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդը որոշել է պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել Ռուսաստանի դեմ, քանի որ եկել է այն պահը, երբ դա անհրաժեշտ է։ Իսկ Ռուսաստանը իր հերթին մտահոգություն է հայտնում Գազայի շուրջ խաղաղ պայմանավորվածությունների հնարավոր խախտման կապակցությամբ։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հստակ հայտարարել է, ռազմական գործողությունների վերսկսումը այն թույլատրելի է եւ բոլոր կողմերին կոչ է արել խստորեն կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր սպասվում է կարճատև անձրև։ Տնից դուրս գալիս չմոռանաք անձրևանոցի մասին։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 20-ից 22, իսկ երեկոյան 9-ից 11 աստիճան տաքություն։ Այժմի համար առանձնացրել էինք այսքանը, հետևեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում եւ Facebook-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել ժամը 12-ին։